ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրությունների համաձայն վերջին մի քանի օրերի ընթացքում ռազմական բեռնատար տասնյակ օդանավեր, զենք ու անձնակազմ հրասայել էր հակաօդային պաշտպանության համակարգեր Սիրիա տեղափոխելու փաստը, խոսում է այստեղ ռազմական արագ գործողությունների համար նախատեսված հենակետ կառուցելու Ռուսաստանի նպատակի մասին։ Ռուսաստանը հայտարարում է, թե ծրագրում է պայքար սկսել ընդդեմ իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման, այդ նպատակի համար համագործակցելով Սիրիայի զինված ուժերի հետ։ Ի դեպ Ռուսաստանն այս մասին հայտարարում է, երբ Սիրիայի չափավոր դիրքեր զբաղեցնող ապստամբ ուժերին մարզելու ԱՄՆ-ի ջանքերը պաշտպանության փոխնախարար Քրիստին Ուորմութի խոսքերով ոչ մի արդյունք չի տվել։ Իսկ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին մտահոգված է Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացման փաստով։ Տեսնելով, թե ինչ տիպի օդանավեր է Ռուսաստանը տեղակայում Սիրիայում, կամ թե ինչ զենքեր է ուղարկում այնտեղ, չենք կարող անտարբեր մնալ։ Մենք ուզում ենք հստակ իմանալ, թե ինչ է տեղի ունենում այնտեղ։ Հիշեցնենք, որ եթե Ռուսաստանի իսլամական պետություն խմբավորման ու չափավոր ընդդիմության դեմ պայքարում պաշտպանում է Սիրիայի նախագահ Բաշար al-Ասադին, ԱՄՆ-ն հայտարարում է, թե Սիրիայի խնդրին առանց Ասադի քաղաքական լուծում տալը ամենաճիշտը կլիներ։ Իսկ ինչպես պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոներն է ասել, եթե իսլամական պետության դեմ պայքարում Ռուսաստանը ցանկանում է խաղալ կառուցողական դեր, Վաշինգտոնը կարող է այդ պայքարում համագործակցելու հարցը քննարկել Մոսկվայի հետ։ Հակահաբեկչության հարցերով համակարգող Թինա Քայդանովն էլ ասում է, թե այս պայքարը երկար է լինելու, ինչը պահանջելու է ռազմական գործողություններում բազմակի դերակատարներ և քաղաքական կամքի հարատև դրսևորում։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։